խաղաղության պայմանագրի տեքստը չի հրապարակում, չնայած Փաշինյանը հակառակներ խոստանում։ Բայց Փաշինյանը սպաննի հատուցը։ Այ քուրիկս, այդ ցավը տանեմ, ես քաղաքականությունից չեմ հասկանում։ Ես բիզնեսմեն մարդ եմ։ Ես չեմ հասկանում քաղաքականություն, ինչ ասեմ։ Ձեզ հետաքրքիր չի տեքստը։ Չեմ կարող պատասխանել։ Պարզապես իմ համար շատ զարմանալի էր միջանցքի տրամադրումը, որովհետև միշտ ասում էր դեմ եմ, հիմա թե ելքի մուտքի գումարների խնդիրների ինչ չգիտեմ, բայց ես պայմանագրի կետերը երբեք էլ չեմ լսել։ Ուրիշ բան չեմ կարող ավելացնել։ Ամենայն դեպս այդ միջանցքի տրամադրման համարելը տենց մի վատ չեմ ընդունում, որովհետև եթե խաղաղության նախապայմանը դա է, ուրեմն թող ստորագրվի, որովհետև ես հիշում եմ, որ պարտականների ժամանակ դա միջանցք չէր, դա ուղղակի ճանապարհ էր։ Իսկ եթե հսկողությունը պիտի լինի մեր սահմանապահների կողմից, ուրեմն կարելի է, որտեղ դա հսկայական գումարների շահույթ կբերի։ Դա իմ կարծիքը։ Ինչու խաղաղության պայմանագրի տեքստը չի հրապարակում, չնայած Կհրախվի, մի այդքան բան արեք։ Քաղաքականությունով չեմ զբաղվում կներեք, բայց խաղաղություն շատ եմ սիրում եւ ուզում եմ, որ լինի այդպես։ Ինձ պետք է նրա հրապարակումը։ Ինչ մտածման նայել անում է։ Գլուխ ունի, որ դրել են այնտեղ։ Թաղեմ ես նրա գլուխը։ Ինչ խաղաղություն։ Ինչի մասին է խոսքը։ Արդեն համաձայնության է։ Բա չէ։ Անունը մի տվեք, ես չեմ ուզում խոսել այդ մասին։ Խնդրում եմ։ Ինչու խաղաղության պայմանագրի տեքստը չի հրապարակում, չնայած Փաշինյանը հակառակներ կանում։ Ես ինչ գործ ունեմ տես բանը, դա բալիկ ջան։ Ձեզ հետաքրքիր չէ ինչ տեքստ։ Որ հետաքրքիր է ով կլսի ինչ կանի։ Ախր իր հետ հարցնես դու իրան ասա, իմ հետ կապված հարցեր ես կպատասխանեմ։ Սխալ եմ ասում։ Ձեզ հետ կապված չի խաղաղության պայմանագրի։ Դա կապված չի, ես ապրելու ձևը որ ժողովրդան Դուք ուրիշ թեմա չունեք, մենակ Փաշինյան, թողեք մարդիկ հանգիստ ապրեն էլի։ Շատ վատ թեմա է կընտրել։ Ինչ ասեմ, երևի ինչ-որ գաղտնիքներ կան, որ դեռ չեն կարող ասել։ Վերջապես քաղաքականությունը այդպիսի բան է, ամեն ինչ հնարավոր չի։ Բաց այդ Իսկ ինչ-որ վտանգներ կարող եք սպասել։ Դե այդ պայմանագիրը լինի, չլինի, թղթի կտորը Թուրքի համար ինչ է։ Ուզած րոպե նրանք կարող են բնալ, բարբարոս չեն։ Էպես որ ես այդքան չէի գնա այդ պայմանագրի հետևից եւ ոչ մի պահանջ չէի կատարի։ Որտեղ անիմաստ բան է, վստահել Թուրքին։ Աներևակայելի է։